Մարտի 6-ից Սիրիայի արևմուտքում մասսայական կոտորած է սկսվել։ 4-րդ օրն է արդեն, ինչ Լաթաքիայում, Տարտուսում, Համայում եւ Հոմսում տեղի են ունենում սպանություններ։ Նոր կառավարության հովանավորությամբ զինված խմբերը կյանքից զրկում են հարյուրավոր անմեղ մարդկանց, այդ թվում կանանց եւ երեխաներին։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը մի քանի պատճառներ է առանձնացնում։ Հենց այնպես փողոցում անմեղ քաղաքացիական անձանց ստորացնելով, մարդկային արժանապատվությունը նսեմացնելով, տանջանք են անում ու ճանապարհի պատահած առաջին իսկ քաղաքացուն սպանելով պտտվում են քաղաքի թաղամասերով, մտնում են սեփական տներ, ողջ ընտանիքին սպանում։ Մենք դրա ականատեսն ենք հենց հիմա, եւ սպանվում են ինչի համար, որովհետեւ պարզապես նրանք ալավի են, այսինքն նրանք ասադականներ են, որովհետեւ ժամանակին նաեւ Ասադի իշխանության տարիներին նրանք բարձր պաշտոններ են զբաղեցրել։ Այսինքն նրանցից վրեժ են լուծում են բանի համար, որ առափնյա այդ շրջանների բնակիչները չեն աջակցում ներկա գործող իշխանությունների, ահաբեկչական ռեժիմին, թույլ տվեք ինձ այդպես ձևակերպեմ, ու փորձում են ինքնիշխանություն ձեռք բերել։ Պատճառը դա է։ Համացանցում տեղի ունեցող ահաբեկչությունը փաստող բազում կադրեր կան։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ մարտի 6-ից ի վեր զոհվել է 1311 մարդ, այդ թվում անվտանգության ուժերի եւ պաշտպանության նախարարության 231 անդամ, նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի 250 կողմնակից եւ 830 խաղաղ բնակիչ։ Մի շարք այլ աղբյուրներ էլ հայտնում են, որ 3 օրում 10,000-ից ավելի մարդ է սպանվել, 8000 հոգի այս պահին պատսպարվել է ռուսական ռազմաբազայի տարածքում, նշում է Կարապետյանը։ Քրիստոնեական համայնքի առաջնորդին կացնով սպանել են, Իդլիբ նահանգի սուննի հոգևորական շեյխին սպանել են, ինչքան առաջնորդներ կա սպանում են հիմա, դա նոնսենս է եւ պետք է այստեղից մենք հետեւություններ անենք։ Ես չգիտեմ հիմա հայ ժողովուրդը ամորֆ ու ապատիկ կարգավիճակով հիմա ինչպես է գնահատում տեղի ունեցողը, բայց թուրքը իր դիմագիծը չի կորցրել։ Այն թուրքն է, որ հիմա Սիրիայի տարածքում էթնիկ զտում է իրականացնում, ցեղասպանություն է իրականացնում։ Քաղաքակիրթ աշխարհը իրադարձություններից 4 օր անց միայն սկսեց դատապարտել սիրիական փողոցներում այս օրերին տեղի ունեցողը, կոչ անելով պատասխանատվության ենթարկել խաղաղ բնակիչների սպանությունների մեղավորներին։ Ինչ հետևանքներ կունենա այս ամենը։ Փորձագետի խոսքով, եթե այս կոտորածը մարսվեց, ցեղասպանությունների դարաշրջանը չի ավարտվելու։ Այս կոտորածը վերստին մեզ փաստում է եկել է ասելու, որ աշխարհին ընդհանրապես չի հետաքրքրում ռազմաքաղաքական առումով գործող հանդիսացող պայքարելու պատրաստ ազգերն ու պետությունները։ Եթե դու թույլ ես, եթե դու անկազմակերպ ես, եթե դու անզեն ես, եթե դու պայքարելու անընդունակ ժողովուրդ ես, ուրեմն քեզ կարող են կողորել։ Հենց քո ասած 21-րդ դարում ու աշխարհը կարող է լուր հետևի ու լռի։ Այսինքն աշխարհը թքած ունի մարդկային կյանքերի վրա, որտեղ իր համար դա արժեք չունի։ Այսինքն ջունգլիների օրենքն է գործում, ուժերի մոտ թույլն է մեղավոր, տգարն է մեղավոր, էսա։ Սիրիայի անցումային ժամանակաշրջանի նախագահ Ահմեդ Աշ-Շարաան հայտարարել է, որ թույլ չի տա երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ։ Նա խոստացել է պատասխանատվության ենթարկել խաղաղ քաղաքացիների արյան մեջ թաթախված բոլոր անձանց, ինչպես նաև գտնել եւ չեզոքացնել ուժերին, որոնք հավատարիմ են նախկին նախագահ Բաշար Ասադին։ Բայց եթե նրանց չեզոքացումը պետք է տեղի ունենա արյուն թափելով, ապա ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կտանի։